Նախաձեռնությամբ է հանդես գալիս շարժումը, որ ընտրեմ ձեր տպավորությունները։ Տեսեք, մեզ ուղղակի մի հատ հարց է հետաքրքիր։ Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես նախկին զինվորական, ինձ մի հարց է հուզում։ Լավ, էլ ինչ պետք է լինի, որ մենք հասկանանք, որ ամեն ինչ գնում է ոչնչացման։ Արցախի հանձնումը, Հայաստանի տարածքներից սուվերեն, մեր ինքնիշխան տարածքներից մաս առ մաս հանձնումը, ադրբեջանական զորքի մեր հայտնվելն ու տեղակայվելը մեր ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքների վրա։ Այսօր պետական մակարդակով ցեղասպանությունից հրաժարում է գնում, ճիշտ է, բացեի բացարձակ չեն ասում, բայց ամեն ինչ ասեն, էլ ինչ պիտի ասեն, որ մենք հասկանանք, որ դա բացարձակ ասել է։ Պիտի ուղիղ կանգնեն, ասեն մենք մերժում ենք։ Հիմա մենք դուրս ենք եկել մերժելու բոլոր այն անձանց, բոլոր այն ղեկավարներին, ովքեր մերժում են հայոց ցեղասպանությունը։ Մենք դուրս ենք եկել մերժելու բոլոր այն ղեկավարներին, ովքեր կասկածի տակ են դնում մեր պետականությունը։ Էսա, ես վերջապես մի հատ շատ կարևոր բան կա։ Ցանկացած ղեկավար, հատկապես այսօրվան, վախենում է այս միասնականությունից։ Այո, իրենք վախենում են այս ժողովրդի միասնականություն, ժողովրդի ցասումից։ Մեր եղբայրներն են մեզ միանալու ոստիկանները, այդ օրը գալու է։ Այսօր միջադեպ է տեղի ունեցել ազգային ժողովում, ընդդիմադիր կուսակցությունները նախագիծ էին իշխանական թևի հետ կապված ներկայացրել էին քննչական մարմին, այդտեղ միջադեպ տեղի ունեցավ, ձեր գնահատականը։ Այո, եթե չեմ սխալվում, ընդդիմադիր պարլամենտական ընդդիմադիր կուսակցությունները ներկայացրել էին, կարծեմ, քրեականացնող, չէ, ցեղասպանությունը մերժող, քրեականացնող նախագիծ։ Ճիշտն ասած, ես չգիտեմ, շատ կասկածով եմ վերաբերվում պարլամենտական ընդդիմությանը ևս, նրանք այդ քայլը շատ վաղուց պետք է անեն, չպետք է թողնեն գա դանակը ոսկորին հասնի, հետո նոր ոտքի կանգնեն պայքարելու։ Դրա համար եղավ են ինչ եղավ այսօր ազգային ժողովում, եւ այդպես էլ միշտ լինելու է։ Համախմբում է պետք, ազգային ուժերի համախմբում, ինչպես ասում է մեր շարժման առաջնորդ գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, բոլոր ազգային ուժերի համախմբում, ժողովրդի ոտքի կանգնել։ Պայքարի մեկ կոչով պիտի ոտքի կանգնեն Հայաստանը փրկել։ Մեկ թուրք չպիտի մտնի Հայաստան։ Всё, էսա։ Մենք չենք ուզում, որ թուրքը մտնի մեր երկիր։ Չի լինելու տենց բան։ Ես դրա համար չեմ տարիներ շարունակ ծառայել մեր սարեր ձորերում, չգիտեմ, անձրևաջուր խմել, որ այսօր թուրքը քայլելով մտնի իմ երկիր։ Չի լինելու տենց բան։ Ես թույլ չեմ տալու։ Հայք Նյուզի հարգելի հետևորդներ, հիշեցնում զրուցում էինք համահայկական ճակատ շարժման անդամ Աննա Ղուկասյանի հետ։